Երբ մարդը որևէ ֆիզիկական ցավ է զգում, անհապաղ դիմում է մասնագետի, պարզելու համար խնդիրը, և դա է ճիշտը, սակայն չգիտես ինչու հոգեկան ցավն ու տառապանքը, որոնք երբեմն ֆիզիկական ցավից ավելի շատ են տանջում, մասնագետին դիմելու պատճառ չեն դառնում։ Հոգեկան բնույթի խնդիրները շատ տարածված են, յուրաքանչյուր չորրորդ մարդ իր կյանքի ընթացքում ունենում է հոգեկան խանգարում։ Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կարծում են, որ խարանը և խտրականությունը իրենց նկատմամբ հիվանդության հաղթահարման ամենադժվար բաղադրիչներն են։ Ու թերևս սա է պատճառներից մեկը, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում հոգեկան խնդիրներով պայմանավորված հիվանդները օր-օրի ավելանում են, բայց սրան զուգահեռ, շնորհիվ մեր մասնագետների, ամեն օր գրեթե ունենում ենք լավացումով կամ ամբողջությամբ առողջացած պացիենտներ։ Հոգեկան առողջության ինչ պաթոլոգիաներ են առավել շատ դրսևորվում մեր երկրում, որոնք են նպաստող գործոնները, և թե ինչու հոգեկան առողջության հետ կապված և որևէ պաթոլոգիա դատավճիռ չէ, բժշկի մոտ զրուցել ենք Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու, Ավան հոգեկան առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Գևորգ Փաշիկյանի հետ։ Դուք ճիշտ նկատեցիք, որ ամբողջ աշխարհում հոգեկան առողջության խնդիրները շատանում են, ասեմ ավելին, որ վերջի տվյալներով ԱՀԿ-ի մոտ 1 միլիարդից ավել անձ ունի հոգեկան առողջության այս թե այն խնդիրը։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունում նույնպես խնդիրները շատանում են հոգեկան առողջության ու այդպես էլ պետքա լիներ, որովհետև այն գործոնները, որոնք որ բնորոշ են ամբողջ աշխարհին, անբարենպաստ գործոնները, որոնք նպաստում են հոգեկան առողջության խնդիրների շատացմանը, նաև բնորոշ են Հայաստանի Հանրապետությանը։ Դրանք բազմազան են, այսպես ասած, գլոբալ գործոններ, որոնք կարող են նպաստել հոգեկան առողջության խնդիրների շատացմանը, դրանք նեգատիվ տեղեկատվություն է, որ բավականին ազդում է անձի հոգեկան առողջության վրա կամ հոգեկան ներդաշնակության վրա, օրինակ պատերազմները, պատերազմի վերաբերյալ տեղեկատվությունները, աղետները, ճգնաժամերը, այդ թվում նաև առողջապահական ճգնաժամերը, օրինակ մենք նախորդ խոսքի ժամանակ նշեցինք, որ COVID-ի համավարակը նույնպես բերել է հոգեկան առողջության խնդիրների շատացմանը, այո, դա նույնպես ճգնաժամ է, առողջապահական ճգնաժամ է և ամբողջ աշխարհում COVID-ից հետո հոգեկան առողջության խնդիրները իհարկե շատացել են։ Բայց մենք երբ որ խոսում ենք հոգեկան առողջության խնդիրների շատացման մասին, մենք պետքա մենակ չմտածենք, որ շիզոֆրենիան է շատանում կամ բիպոլյար խանգարումը, այո։ Դե մենք չենք համարում շիզոֆրենիան վտանգավոր հիվանդություն, ինքը նույնպիսի հոգեկան առողջության խնդիր է, ինչպես որ մնացած հոգեկան առողջության խնդիրները։ Դա հիվանդություն է, ոչ թե ինչ-որ վտանգավորություն։ Ասեմ ավելին, որ հոգեկան առողջության խնդիրները ոչ թե շատանում են շիզոֆրենիայի հաշվին կամ նմանատիպ, այսպես ասած, փսիխոտիկ խանգարումների հաշվին, այլ ավելի շատ շատանում են նևրոտիկ սպեկտրի խանգարումների հաշվին, ինչպիսիք են տագնապային խանգարումները, սոմատոֆորմ խանգարումները կամ դեպրեսիան։ Դեպրեսիան գիտենք, որ արդեն ինքը, այսպես ասած, հիվանդությունների տարածվածությամբ գրավում է երկրորդ տեղը կամ երրորդ տեղը ամբողջ աշխարհում բոլոր հիվանդությունների մեջ։ Իսկ ինքը բավականին մեծ թիվ է, մոտ 300 միլիոն։ Ինչ հետք թողեց բժիշկ 2020 թվականի պատերազմը հոգեկան առողջություն ունեցող հիվանդների վրա։ Նայեք, 2020 թվականից հետո եւ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մոտ եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում որոշ հոգեկան առողջության խնդիրներ շատացան, ինչը բնորոշ է պատերազմերին ու ամբողջ աշխարհում է, այդպես օրինակ հետտրավմատիկ ստրեսային խանգարումը։ Գրանցեցինք աճ, էլի նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրների շրջանում գրանցեցինք աճ, իսկ պատերազմը որպես այդպիսին նեգատիվ գործոն
համարելով նեգատիվ գործում, մենք պետք է նշենք, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների մոտ այդ ժամանակահատվածում նույնպես իհարկե սրացումներ եղան։ Մարդը, երբ շատ ուժգին ստրես է ապրում, այդ պահին հնարավոր է նա որևէ խնդրի հետ չբախվի, հետագայում արդեն, ինչպես ժողովուրդն է ասում, արդեն երբ որ սառում է, նոր արդեն խնդիրների հետ է բախվում, կուզենամ մասնագիտական առումով, այսպես ասած, հաստատենք կամ հերքենք, որքանով է այդ ամենը իրականությանը համապատասխանում եւ ինչ անել, հիմնականում կարծում եմ, որ այդ պահին շատ կարևոր է հարազատների հոգացությունը, ինչպես կանխատեսել, որ հնարավոր է, հարազատը բախվի նմանատիպ խնդրի հետ եւ ժամ առաջ փորձենք կանխել այդ խնդիրը, որովհետեւ մենք միշտ խոսում ենք խնդրի մասին, բայց կանխարգելման մասին մոռանում ենք։ Նայեք, դուք հիմա խոսացիք հետտրավմատիկ ստրեսային խանգարման մասին, երբ որ անձի մոտ տվյալ պահին, երբ որ ինքը հանդիպում է որևէ ստրեսորի, որը որ սովորաբար շատ ուժգին է լինում, օրինակ նույն պատերազմը կամ բռնության զոհ է դառնում կամ ականատես է լինում ինչ-որ բռնության, այդ պահին դրանից որոշ ժամանակ հետո անձի մոտ որևէ խնդիր հոգեկան առողջության հետ կապված կարող է չլինել, բայց հետագայում որոշ ժամանակ հետո կառաջանան հետտրավմատիկ ստրեսային խանգարմանը բնորոշ նշաններ։ Ինչ վերաբերում է տվյալ պահին կանխարգելմանը, սովորաբար այդ ուժեղ ստրեսորները հնարավոր չէ կանխել, որովհետև անձը, այսպես ասած, ոչ ճիշտ ժամանակին, ոչ ճիշտ տեղում է հայտնվում եւ ականատես է լինում այդ ուժգին ստրեսին։ Դրա համար էլ առաջանում է տրավմատիկ ստրեսային խանգարում։ Իսկ ընդհանուր առմամբ կանխարգելումը հոգեկան առողջության խնդիրների շատ կարևոր է, բայց այստեղ պետք է նշենք, որ հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումը դա զուտ առողջապահական գործառույթ չի, այսինքն հոգեբուժը կամ առողջապահական համակարգը ինքնուրույն չի կարող հոգեկան առողջության խնդիրները կանխարգելել, որովհետև հոգեկան առողջության խնդիրների զարգացման գործում շատ կարևոր են այլ գործոններ, օրինակ կրթությունը, օրինակ սոցիալական վիճակը։ Բժիշկ, իսկ հիմնականում կանայք են առավել շատ բախվում հոգեկան առողջության խնդիրներին, թե տղամարդիկ, ինչ է ցույց տալիս ձեր պրակտիկան առհասարակ։ Քանի որ հոգեկան առողջության խնդիրները բազմազան են եւ կան խնդիրներ, որոնց դեպքում որ կանայք են ավելի շատ հակված նման խնդիրներ ունենալու, կան վիճակներ, երբ որ տղամարդիկ են ավելի շատ ունենում այդ խնդիրները, օրինակ խաղային կախվածությունը ավելի շատ բնորոշ է տղամարդկանց շրջանում է մոտ 7-10-ի հարաբերակցությամբ, իսկ եթե օրինակ խոսում ենք տագնապային խանգարման մասին, ապա տագնապային խանգարում ավելի հակված են ունենալ կանայք։ Այնպես որ միանշանակ չէ, որովհետև հոգեկան առողջության խնդիրները շատ բազմազան են։ Բժիշկ, նորից անդրադառնալով այդ ուժգին ստրեսներին, մենք հաճախ տեսնում ենք օրինակ հուղարկավորությունների ժամանակ, ինչ որ ծանր միջադեպերի ժամանակ մենք տեսնում ենք, որ տղամարդիկ առավել ստրեսակայուն են, ինչու ստրեսակայուն, որովհետև մենք կանայք փորձում ենք գոռալացել, ինչ որ կերպ մեր զգացմունքները արտահայտել, դա լինի լավ թե բացասական, դրական թե բացասական, իսկ տղամարդիկ շատ հաճախ իրենց մեջ են փորձում այդ ամենը տանել, հաղթահարել եւ բացի այն, որ բախվում են մի շարք առողջապահական խնդիրների հետ, մի շարք պաթոլոգիաների հետ, սկսած սրտից մինչև ուղեղ, իսկ ինչ խնդրի հետ կարող են բախվել հոգեկան առողջության հետ կապված։ Առաջի հայացքից է թվում, երբ որ տղամարդիկ շատ ստրեսակայուն են, դուք օրինակը բերեցիք թաղման ժամանակ եւ երբ որ իրանք զսպում են, իրանք էմոցիաները չեն արտահայտում, բայց երբ որ տեսնում ենք մենք մասնագետի աչքերից հասկանում ենք, որ այդ էմոցիաների զսպելը, չարտահայտվելը հետագայում կարող է բերել հոգեկան առողջության խնդիրների, երբ որ արդեն բժշկի կաբինետում են լինում, տեսնում ենք, որ այնքան էլ այդպեսին չի։ Կանայք, երբ որ կանայք արտահայտում են հույզերը, դա չի նշանակում, որ իրանք այդ պահին ունեն հոգեկան առողջության խնդիր կամ իրանք ավելի հակված են դրանից հետո ունենալ հոգեկան առողջության խնդիր, եթե օրինակ թաղումը դիտարկում ենք որպես
դա ստրեսային գործոն, դա միանշանակ չէ։ Իսկ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները մենք գիտենք ունեն նաև ժառանգական նախատրամադրվածություն։ Հայաստանի Հանրապետությունում որքան տոկոս է կազմում ժառանգական ֆակտորով պայմանավորված հոգեկան առողջության հետ բախվելու խնդիրները։ Էլի պետք է ասեմ, որ հոգեկան առողջության խնդիրները շատ բազմազան են եւ ժառանգական ֆակտորը լիովին, այսպես ասած, յուրաքանչյուր հոգեկան առողջության դեպքում հաստատված չէ, որ հենց ժառանգական ֆակտորն է բերում հոգեկան առողջության խնդրի զարգացմանը։ Կան այո որոշ հիվանդություններ, որոնց դեպքում միանշանակ է, օրինակ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ դեմենցիան, մենք գիտենք, որ կա ժառանգական ֆակտոր։ Մենք օրինակ գիտենք Դաունի հիվանդության ժամանակ, որ ինքը ունի հստակ ժառանգական գործոն է, բայց մնացած հիվանդությունների դեպքում մենք միանշանակ չենք կարող ասել, մեծամասամբ դեպքերում հոգեկան առողջության խնդիրների միանշանակ չենք կարող ասել, որ ժառանգական գործոնն է հիմնական դերակատարը եւ դրանից ելնելով մենք որևէ տոկոս դրա վերաբերյալ չենք կարող ասել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը նկատի ունեմ հիվանդանոցային պայմաններում հոգեկան առողջության հետ բախվող պացիենտներին բուժելու, սպասարկելու, թե ամբուլատոր, թե ստացիոնար ունենք բոլոր հնարավորությունները այս ոլորտում ունենք խնդիրներ։ Նայեք, մենք ունենք այն բոլոր դեղորայքները, որոնք որ անհրաժեշտ են պացիենտին ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ցուցաբերելու համար, բայց հոգեկան առողջության ոլորտը այնպիսի ոլորտ է, որ անընդհատ պետք է զարգանալ, ինքը համարվում է բավականին երիտասարդ գիտություն առողջապահական տեսակետից եւ ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում անընդհատ պետք է զարգանանք, անընդհատ պետք է նորամուծություններ լինեն, նոր բուժման մեթոդներ ներդնենք, նոր բուժման ուղղություններ եւ խնամքի ուղղություններ ներդնենք, այդպիսով զարգացնել ծառայությունը։ Այս պահին բժիշկ ունենք մոտավոր տվյալներ, թե որքան պացիենտներ են ստանում ստացիոնար բուժում բժշկական կենտրոններում։ Ընդհանուր բժշկական կենտրոններում կարող եմ ասել, որ գրեթե միշտ մահճակալները զբաղված են լինում, շատ քիչ դեպքերում է, երբ որ ունեն մենք ազատ մահճակալ, այնպես որ ինչքան որ ունենք տվյալ պահին հստակ չեմ կարող ասել, որովհետև ինքը անընդհատ գործողություն է, դուրս գրումներ, ընդունումներ եւ այլն։ Բայց կարելի է ասել, որ ստացիոնար մահճակալները գրեթե միշտ զբաղված են լինում։ Բժիշկ, ուզում եմ խոսենք եւ փորձենք նաեւ այս կերպ կոտրել այն կարծրատիպը, որ մենք երբ լսում ենք, որ մարդը հոգեկան առողջության հետ կապված խնդրի հետ է բախվել, միանգամից մտածում ենք, որ դա այլևս դատավճիռ է եւ այդ մարդը այլևս նորմալ կյանքի վերադառնալու հնարավորությունից այլևս զրկում ենք մենք ինքներս հասարակությունը նաեւ շատ դեպքերում։ Ուզում եմ խոսենք այդ խնդրի մասին, որպեսզի հնարավորություն տանք նաեւ այդ նմանատիպ, քանի որ որևէ մեկս ապահովագրված չենք, որ գուցե եւ դուրս գանք փողոց եւ այնպիսի ստրեսի հանդիպենք, որ հայտնվենք այ մեր հիվանդների կողքին։ Ուզում խոսենք այս խնդրի մասին։ Իհարկե, շատ ճիշտ ասացիք, երբ որ հասարակության մեջ կարծրանում է, որ հոգեկան առողջության խնդիրները դատավճիռ են ու հնարավոր չի դրանցից ազատվել կամ հնարավոր չի նորմալ սոցիալական կենսակերպ ունենալ, մենք դրանով նպաստում ենք խարանի ավելի շատ խորացմանը։ Այսինքն արդեն հասարակությունը մտածում է, որ եթե կամ անձը, որը որ հասարակության մեջ է ապրում, մտածում է, որ եթե ինքը ունի հոգեկան առողջության խնդիր, ավելի լավ է չբարձրաձայնի դրա մասին, իր գանգատների մասին ոչ մեկի չասի, որովհետև իրան ճիշտ չեն ընդունել, իրան կընդունեն անձ, որը որ արդեն դատապարտված է որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ։ Իրականում դա այդպես չի, հոգեկան առողջության խնդիրների մեծամասնությունը, գերակշիռ մեծամասնությունը բուժելի են, եթե մենք վերցնում ենք քանակական առումով, ոչ թե հիվանդությունների տեսակներով։ Մեծամասնությունը բուժելի են, մեծամասամբ դեպքերում դիտվում է անձի մոտ լրիվ առողջացում։ Իսկ այն խնդիրները, որոնք որ
բուժելի չեն, ունեն քրոնիկական ընթացք, հնարավոր է այդ հիվանդությունները կառավարել, այնպես կառավարել, որ անձը լիարժեք ադապտացվի սոցիալական պայմաններին ու ակտիվ սոցիալական կենսակերպ վարի։ Կան որոշ խնդիրներ, որոնց մեջ շիզոֆրենիան չի մտնում, կան որոշ խնդիրներ, որոնք որ դժվար բուժելի են ու պրոգրեսիվող քրոնիկական ընթացք ունեցող հիվանդություններ են, որոնց դեպքում որ այդ սոցիալական ադապտացիան մի քիչ դժվար է լինում, բայց մեկը բժիշկը պետք է աշխատի նման մարդկանց հետ, որպեսզի հնարավորինս անձի կյանքի որակը բարելավի։ Յուրաքանչյուր հոգեկան առողջության խնդրի դեպքում կյանքի որակի բարելավում հնարավոր է։ Եվ բժիշկ մենք բոլորս հասարակության մի մաս ենք եւ անկախ լրագրող կամ բժիշկ բախվում ենք հասարակական տարբեր խնդիրների հետ եւ կարծում եմ դուք եւս համացանցում տեսել եք, որ վերջին մի քանի քրեական գործերով պայմանավորված նշվում է, որ տվյալ միջադեպը հրահրողը, միջադեպի մասնակիցը, անգամ սպանության մասնակից վերջերս եղավ դեպք, որ հոգեկան խնդիր ունեցող հիվանդի մասին էր խոսքը եւ շատ դեպքերում հոգեկան հիվանդությամբ տառապող հիվանդների հարազատները նշում են, որ օրինակ մենք դիմում ենք հոգեբուժարան, որպեսզի նրանց վերցնեն հսկողության տակ, սակայն ստանում ենք պատասխաններ կամ բուժող բժշկից կամ հոգեբուժարանի տնօրեններից, որ տեղ չունենք եւ այդ կերպ ըստ էության անտեսվում է հիվանդը, որը հետագայում կարող է նաեւ վնասակար լինել ամբողջ հասարակության համար։ Նայեք, մենք հստակ ընթացակարգ ունենք, թե որ դեպքերում է անձիկ ընդունվում հոգեբուժական ստացիոնար, եթե ստացիոնարի մասին է խոսքը, ստացիոնար բաժանմունք բուժման նպատակով։ Նա մահճակալ չունենալու, տեղ չունենալը դա հիմք չի անձին չհոսպիտալիզացնելու։ Այսինքն, եթե անձի մոտ կա անհետաձգելի վիճակ ու իրան պետք է ստացիոնար բուժում, ապա մահճակալ լինել չլինելը դա հիմք չի։ Մենք անձին անպայման ընդունում ենք։ Եթե հնարավորություն է, մենք ունենք բոլոր բժշկական կենտրոնների հետ կապ, հոգեբուժական կենտրոնների մասին է խոսքը եւ մենք եթե նույնիսկ տեղ չի լինում, մահճակալ չի լինում, մենք կապ ենք հաստատում եւ ուղղորդում ենք այլ հոգեբուժական կլինիկը։ Բայց միևնույնն է, անձը եթե ունենում է ստացիոնար բուժման կարիք, մենք միանշանակ ընդունում ենք ստացիոնար բուժման։ Այլ բան է, որ հարազատն է կարծում կամ համոզված է, որ անձը ունի ստացիոնար բուժման կարիք, բայց դա հարազատի խնդիրը չի։ Բժիշկն է որոշում, անձը ունի արդյոք ստացիոնար բուժման կարիք, թե ոչ։ Ինչ վերաբերում է հանցագործություններին, ես կարծում եմ, որ եւ առողջ մարդիկ եւ հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց շրջանում կան այո հանցագործության դեպքեր, այդ թվում դաժան հանցագործություններ, բայց մինչև հոգեկան առողջության խնդիրներին անցնելը նախ պետք է իրավական գնահատական տրվի այդ հանցագործություններին, հետո նոր դրանից հետո խոսալ անձը ինչ հոգեվիճակում է եղել, արդյոք ինքը եղել է հաշվառված, արդյոք ունեցել է այդ պահին հոգեկան առողջության խնդիր, թե չէ, դա այդ ամեն ինչը պետքա դիտարկվի այդ նախաքննության կամ հետաքննության, չգիտեմ ոնց է կոչվում, այդ շրջանակներում։ Իսկ պետք չի միանգամից բարձրաձայնել, որ այս հանցագործությունը իրականացրել է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, որովհետև շատ դեպքերում հետագայում պարզվում է, որ նույնիսկ եթե ունեցել է հոգեկան առողջության խնդիր, այդ հանցագործությունը օրինակ կատարվել է կենցաղային հողի վրա։ Բժիշկ, իսկ հաշվառման ենթարկված տվյալ պացիենտը, ինչպես է իրականացվում նրանց վերահսկողությունը կոնկրետ բժիշկների կողմից, մի կողմ դնենք իրավապահ համակարգի։ Եթե խոսքը գնում է բուժման մասին, բուժման կամ հսկողության մասին, ապա յուրաքանչյուր անձ բուժումը ստանում է իր դիմումի համաձայն։ Այսինքն բժիշկը իրավունք չունի անձին բուժելու նույնիսկ արտահիվանդանոցային պայմաններում, եթե ինքը չի ցանկանում դա։
Այլ հարց է, եւ որ անձը կարիք ունի, անձը դատարանի որոշումով ստանում է հարկադիր արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային բուժում, նման դեպքում կա հստակ ընթացակարգ, թե ինչքան ժամանակը մեկ պետք է անձը ներկայանա արտահիվանդանոցային հոգեբուժական կաբինետ, ինչ բուժումներ պետք է ստանա եւ այլն։ Դա հստակ կանոնակարգված է, ունի ընթացակարգ։ Մնացած դեպքերում անձին բուժում ենք իրականացնում անձի նկատմամբ այն դեպքերում, երբ որ ինքը ունի դրա կարիքը եւ ունի ցանկություն, այսինքն իրազեկ համաձայնություն է տվել իր բուժման համար։ Եվ վերջում այսպես ասեմ, բժիշկները ոստիկաններ չեն, ոչ էլ համայնքային աշխատողներ են, ոչ էլ դատախազներ են, որ մարդկանց վերաբերյալ որոշումներ կայացնեն ու այդ որոշումները կատարածեն։ Բժիշկները ուղղակի բժիշկներ են, որոնք որ անձանց բուժում են։ Բժիշկ, ուզում եմ, քանի որ մենք խոսեցինք, որ հոգեկան առողջության հետ բախվելը դատավճիռ չէ, ուզում եմ վերհիշեք լավացումով մի դեպք, երբ թվում էր, թե այլևս, այսպես ասած, լավատեսության մասին խոսելը այստեղ անհնար է, բայց շնորհիվ բժիշկների, շնորհիվ մարդու կամքի ունեցել եք դրական արդյունքով բուժում։ Նայեք, ձեր համար միգուցե բանը զարմանալի է, դրա համար եք ասում մի դեպք հիշեք, բայց մենք ամեն օր ենք նմանատիպ դեպքեր ունենում, երբ որ անձը լավանում է, քիչ է չի լավանում, հատ էլ առողջանում է լրիվությամբ, շատ նմանատիպ դեպքեր կան։ Ամեն օր մենք ունենում ենք նմանատիպ դեպքեր, դա մեր համար զարմանալի չէ։ Այսինքն լավացումով, դրական ելքով արդյունքները ամեն օր գրանցվում են։ Առողջացումով, բարելավումով, իհարկե։ Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը կուզենամ որպես մասնագետ, որպես հայտնի մասնագետ, ով ամենօրյա 24/7 գրաֆիկով շփվում է, հոգեկան առողջություն ունեցող հիվանդների հետ, ձեր խոսքը այն նմանատիպ խնդիրների բախվող հիվանդների հարազատներին եւ առհասարակ հասարակությանը, որպիսի օրինակ բերեցի ես վերջին մի քանի դեպքերը, երբ կարծես թե թիրախավորվեցին հոգեկան հիվանդություն ունեցող անձինք եւ այս կերպ նաեւ նրանց հանդեպ արհամարական, գուցե նաեւ ատելության մթնոլորտ ստեղծեցինք, այս մասով կուզենամ խոսենք որպես մասնագետ, որպիսի յուրաքանչյուրս փորձենք կանխարգելել նմանատիպ հիվանդների շատացումը մեր հասարակությունում։ Ճիշտ ասեցիք, որ յուրաքանչյուրս պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի կանխարգելենք, կչացնենք ոչ միայն հանցագործությունները, ընդհանուր առմամբ հոգեկան առողջության խնդիրները, հանցագործությունների դեպքում կապ չունի անձը հոգեկան առողջությունից ելներով է արել այդ հանցագործությունը, թե չէ։ Մենք հանցագործությունները, հոգեկան առողջության խնդիրները, ընդհանուր առմամբ յուրաքանչյուր նեգատիվ բան, որը որ մեր սոցիումին բացասականն է բերում, այսպես ասած, պետք է դրա դեմ պայքարենք, մասնավորապես հոգեկան առողջության խնդիրների հետ կապված։ Հարազատներին եւ բոլոր ազգաբնակչությանը ես պետք է ասեմ, որ մի արեք այնպիսի բաներ, որը որ ավելի շատ է խարանավորում ոլորտը, եթե օրինակ լրագրողների դեպքում լրագրողները վռազում են, շտապում են եւ հայտարարություն են անում, որ այսինչ բանը կատարվեց հոգեկան առողջության խնդիրների պատճառով կամ անձը հաշվառված է եղել դրա համար, այս ամեն ինչը եղավ, մենք դրանով այսպես ասած վատություն ենք անում այն բազմահազար մարդկանց, որոնք որ կարիք ունեն դիմելու հոգեբուժի ու ժամանակին բուժօգնություն ստանալու։ Այդ մարդիկ սկսում են մտածելը, որ երբ որ իմ մոտ հայտնաբերվի, որ ես խնդիր ունեմ, մի երկու հոգի իմացավ, հաջորդ օրը ինձ էլ են թիրախավորելու, ինչ որ բան եղավ կապելու են իմ հոգեկան առողջության խնդրի հետ, եւ հարազատներ եւ ընդհանուր առմամբ հասարակությունը։ Պետքա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց դիտարկենք այնպես, ինչպես որ դիտարկում ենք մնացած բոլոր մարդկանց, մնացած բոլոր այլ առողջության խնդիրներ ունեցող մարդկանց, պետք է նրանց աջակցենք, պետք է ժամանակին խրախուսենք, որ ժամանակին դիմեն բուժօգնության ու խնդիրը կարգավորեն, ոչ թե թիրախավորենք։ Ինքը լավ տեղ չի տանելու, թե
ամեն անգամ մենք թիրախավորենք հոգեկան առողջության ոլորտը։ Ինքը իհարկե սենսացիոն է, որոշ դեպքերում նաև շատ դիտումներ է բերում, բայց ոլորտին վնասում է միանշանակ։ Եվ անհատներին։ Շնորհակալ եմ բժիշկ, շնորհակալ եմ այսչափ ծանր պաթոլոգիաների մասին խոսելու, բայց այդ ամենը դրական լույսի ներքո ներկայացնելու եւ լավատեսական նոտայով ամփոփելու համար շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ, բոլորս էլ պետքա ավելի շատ դրական լույսի ներքո խոսանք, որպեսզի կարողանանք ինչ որ փոքր խնդիրներ լուծելով առաջ գնանք։